Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքը Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ։ Ավաղ չստացվեց, չնայած հնարավոր եւ անհնարին բոլոր ջանքերին չստացվեց։ Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին, մեր ողջ ժողովրդին։ Ճիշտ է, ցավակցությունները որքան էլ հնչեն չեն փարատելու վիշտը եւ հետ չեն բերելու կորուստը, բայց պիտի դիմանալ, պիտի ուժ ու տոկունություն գտնել, ապրելու ուրիշ բանաձև չկա, պիտի շարունակել ապրել եւ արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին։ Երկրի ղեկավարը նշել է, որ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ։ Հանրապետության նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը հասցվի իր տրամաբանական ավարտին։ Հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը նշել է, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխանբռնում եւ հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը Ռուսաստանի Դաշնության իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը։ Այդ շրջանակներում ռուսական իրավասու մարմինների կողմից ինչպես Գյումրիում տեղակայված ռազմական բազայի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարվող գործողությունները նպատակ ունեն ապահովել սպանության բոլոր վարկածների եւ գործի բոլոր հանգամանքների համակողմանի քննությունը, մեղավորների բացահայտումը եւ նրանց պատասխանատվության անխուսափելիությունը։ Բաստրիկինը նաեւ վստահություն է հայտնել, որ այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության եւ արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը։ Ավելացնենք, որ Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը հունվարի 21-ին Գյումրիում։ Եվս մեկ ցավալի լուր. Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 19-ին եւ լույս 20-ի գիշերը Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց։ Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել եւ կորուստներ կրելով հետ են շպրտվել։ Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1995 թվականի ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Փիլոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Նախորդ տարի Կապանի տարածաշրջանում անասնապահությունը լուրջ կորուստներ չի կրել, համաճարակներ չեն եղել, վարակվածության ծանր դեպքեր չեն արձանագրվել։ Այսօր ասաց Կապանի տարածաշրջանի գլխավոր անասնաբուժ համաճարակաբան Անդրյուշա Գրիգորյանը։ Գյուղատնտեսության մեջ այսպես հազվադեպ է պատահում։ Ժամանակին կատարվել են բուժպրոֆիլակտիկ կանխարգելիչ միջոցառումներ պետպատվերի շրջանակներում, իսկ ընթացքում եղել են դեպքեր նկատվել են հիմնական արյան պարազիտար հիվանդություններ, որոնք կոչվում են պիրոպլազմոզ, արոտի հետ կապված գառնանային, աշնանային, ամռան հետ կապված կան, իսկ այդ հիվանդությունները չկա պետպատվերի շրջանակներում, մենք չունենք պլանավորված, բուժվող հիվանդություններ են, ընթացքում մեր անասնաբուժները անասնատերերը ահազանգ ունեն, տեղակեպահում մեր անասնաբուժները լինում են տեղում եւ կատարում են բուժումներ։ Անասունների մոտ դեռևս մսուրային շրջան է, որը նույնպես զերծ է վարակիչ հիվանդություններից։ Ընդհանրապես վարակիչ հիվանդությունների տեսակետից չունենք, բայց թերապևտիկ հիվանդություններ դա
լինում է եւ դա չի բացառվում ծննդաբերության հետ կապված թերապևտիկ ջարդ թոքային հիվանդություններ թոքերի հետ կապված Անդրյուշա Գրիգորյանը եւս մեկ հայտարարություն արեց. տարածաշրջանում վերացել է բրուցելոզ հիվանդությունը։ Սա որքան զարմանալի, նույնքան էլ ուրախալի հանգամանք է։ Համաճարակաբանն ասում է, որ լայնամասշտաբ պայքարի միջոցառումները ցանկալի արդյունք են տվել։ Տվյալ հիվանդությունը մեզ մոտ չկա։ Դա շնորհիվ պարբերաբար տարիների ընթացքում պարբերաբար ստուգումների եւ շնորհիվ վերջին տարիներին բրուցելոզի ծրագրով, ՖԱՕ-ի կողմից կազմակերպված ծրագրով կատարված միջոցառումների, բրուցելոզի դեմ կանխարգելիչ միջոցառումների էկ խոշոր եղջերավորների եւ մանր եղջերավորների էկ կենթանիներին կապված տարիքի հորթերին մինչև 3-ից 8 ամսական գառներին մինչև 12 ամսական էկ խոշոր եղջերավորներին կատարում են միջոցառում եւ երևի եւ դրա շնորհիվ եւ ժամանակի ընթացքում ժամանակի տարիների ընթացքում ստուգումներ պարբերաբար ստուգումներից եթե նկատվել է հանվել է հոտից տարածքից համայնքից եւ այս պահի դրությամբ ես ասում եմ պատասխանատու եմ ասածից որ չկա տարածաշրջանում Կապանի տարածաշրջանում բացակայում է բրուցելոզ հիվանդությունը այս պահի դրությամբ Թվերն ասում են, որ Կապանի տարածաշրջանում անասնագլխաքանակի աճ է գրանցվել, չի լուծվել սակայն արտադրանքի իրացման խնդիրը։ Աճ է արձանագրվում եւ խոշորի, եւ մանրի, եւ խոզերի գլխաքանակի մեջ աճ է արձանագրվում եւ դա ողջունելի է եւ դա խրախուսելի է միայն մի ասենք իրացման պահն է որ մի քիչ իրացումը դժվար է կատարվում Նախորդ տարիներին պետպատվերի շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվել են 100%-ով, ասում է անասնաբուժը եւ հույս հայտնում, որ այս տարի եւս անասնաբուժական ծառայություններն ապահովված կլինեն անհրաժեշտ դեղամիջոցներով ու պարագաներով։ Կատարում է պլանավորում անասնագլխաքանակի թե խոշոր թե մանր թե խոզերի թե թռչունների թե մեղուների պլանավորում միջոցառումների համար այսինքն մենք կատարում է պլանավորում 6 հիվանդությունների դեմ խոշորի 3 մանր եղջերուների դեմ պետպատվերի շրջանակներում դե ճիշտն ասեմ որ 14 թվականի եւ 13 եւ այդ տարիների ընթացքում մենք համապատասխան վակցինաները, դեղամիջոցները ստանում ենք նորմալ պայմաններում, նորմալ վիճակով, ճիշտ համապատասխան ռեֆրիժերատորով, մեքենաներով բերում են վակցինաները, միջոցները եւ մենք այստեղ ունենք համապատասխան պայմաններ, պահում ենք, բաշխում ենք համայնքներին, կատարում են միջոցառումները եւ նույն ձևով հույս ունենք, որ նույնն էլ կկրկնվի 15 թվականին Մարտ ամսվա կեսից անասունների մոտ կավարտվի մսուրային շրջանը։ Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը Հայ Առաքելական եկեղեցին այս տարի կնշի հունվարի 31-ին։ Այս մասին այսօր ասաց Կապանի հոգևոր հովիվ Տեր Վահան Քահանա Հեբոյանը։ Սուրբ Սարգսի տոնը մեր եկեղեցու եւ մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է եւ ինչպես գիտեք Սուրբ Սարգսի տոնի հետ կապված բազում ժողովրդական գեղեցիկ ավանդություններ, սովորություններ կան։ Ասեմ, որ տոնը ինքը շարժական է, հանդիպում է բուն բարեկենդանից մոտ 2 շաբաթ առաջ եւ լինում է շաբաթօր։ Իսկ Սուրբ Սարգսի տոնին նախորդում է առաջավորած պահքը։ Մենք ունենք օրապահքեր, շաբաթապահքեր եւ մեծ պահք բնականաբար ամսվա կտրվածքով, այնուամենայնիվ առաջին պահքն է, որ կոչվում է առաջավորած պահք, որը կապ չունի Սուրբ Սարգսի տոնի հետ, այլ հաստատել է մեր հայրապետը Գրիգոր Լուսավորիչը, երբ խորհրդից դուրս գալուց հետո ժողովրդին մկրտեց եւ ապաշխարության կարգ սահմանվեց 65 օրեր, որից վերջին 5 օրերը ծոմ պահեց ամբողջ ժողովուրդը եւ հաստատվեց որպես առաջավորած պահք։ Առաջավորած պահքը ազգային պահք է, որը միայն մենք ենք
մենք ունենք հայերից։ Եղավ, որից հետո առաջավարձ պահքի ընթացքում ասեմ, որ ճաշով ընթերցվածքներ ունենք մենք գիրք, ծիսական գիրք է, որի մեջ ուրեմն հայերի կողմից սահմանվել են ընթերցումներ Աստվածաշնչից։ Ահա այդ առաջավորած պահքի ընթացքում որևէ ընթերցում չի կատարվում։ Սուրբ Սարգիս Զորավարն ամենասիրված սրբերից է։ Իր որդու Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Արիության համար Սուրբ Սարգիսը մեծն Կոստանդինոս կայսեր կողմից Հայաստանի սահմանակից Կապադովկիայում կարգվում է իշխան և սպարապետ։ Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ։ Օգտվելով կայսեր հոժարությունից իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը։ Ի վերջո արքունիքում տեղի տալով բամբասանքներին կայսրը բնականաբար ինքը եւ դեմ էր քրիստոնեությանը եւ հալածում էր քրիստոնյաներին, այմանալով այս մասին, ինչպես պատմում է ավանդությունը, փորձեց ուզում է մահվան դատապարտել Սարգսին, սակայն կնոջ ձեռքով եւ այդ ամենը պետք է կատարվեր գաղտնի նրան սպանեն, սակայն Սուրբ Սարգիսը լինելով առաքինի այր, ինչպես նաև ասում է, որ արտաքին կերպով գեղեցիկ միանձնավորություն, այն կինը, որ աղջիկը, որ պետք է սպաներ նրան, ըստ ավանդության, տեսնում է, սիրահարվում եւ ողջ եղելությունը պատմում է Սարգսին, բնականաբար Սարգիսն էլ այդ աղջկան իրեն հետ վերցնելով դիմում է փախուստի եւ գալիս է Հայաստան։ Մի որոշ ժամանակ մնալով Հայաստանում անցնում է Պարսկաստան Շապո արքայի մոտ եւ այնտեղ անցնում ծառայության, սակայն այստեղ էլ իմանում են նրա դավանության մասին, որտեղ նա ի վերջո նահատակվում է Շապոյի ձեռքով։ Եվ ավանդությունը ասում է, որ նա նահատակվում է ոչ միայն, այլ իր որդու Մարտիրոսի հետ եւ 14 զինվորների հետ։ Դրա համար մենք նշում ենք ոչ միայն Սուրբ Սարգսի տոնը, այլ նաեւ նրա որդու Մարտիրոսի եւ 14 զինվորների։ Հայաստանում ընդունված է տոնը նշել ոչ միայն եկեղեցական ծեսով ու աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Եկեղեցում ժամերգություն է լինելու։ Իսկ այն եկեղեցիներում, որտեղ Սուրբ Սարգսի անունն են կրում, բնականաբար կմատուցվի պատարագ։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը։ Հիշատակելի սովորություններից է փոխինդով կամ այլուրով մատուցարանը դնել տանտանիքին կամ պատշգամբին։ Ժողովրդական ավանդույթի համաձայն փոխինձ են պատրաստում կամ այլուր են դրել, որպեսզի գիշերը Սուրբ Սարգիսը անցներ եւ ժողովուրդը ուներ, չէ, մուրազատու, այսինքն ցանկությունների նպատակների պետք է կատարվեն Սուրբ Սարգսի բարեխոսությամբ։ Եվ դրա հետ մեկտեղ նաեւ աղջիկները, որոնք ամուսնացած չէին, աղի բլիթ էր պատրաստում եւ այդ երեկո, այսինքն երեկոյան աղի բլիթ էին ուտում, այն հույսով, որպեսզի հաջորդ օրը տեսնեն իրենց սիրեցյալին, դա զուտ ժողովրդական ավանդություն է, մեր եկեղեցու հետ որևէ կապ չունի։ Մենք որպես քրիստոնյա խնդրում ենք Սուրբի բարեխոսությունը մեզ համար, որովհետեւ ամեն դեպքում Աստված մեզանից յուրաքանչյուրին իմաստություն է տվել եւ մենք խնդրում ենք, որպեսզի այդ իմաստությամբ մեզ առաջնորդի անցալելու, տեսնելու համար եւ ընտրելու համար, ինչու՞ չէ նաեւ մեր ապագա ընտրյալին։ Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է նաև որպես երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը պատանիներն ու պարմանուհիները գնում են եկեղեցի, մասնակցում Սուրբ Պատարագին, աղոթելով եւ խնդրելով Սրբի բարեխոսությունը, որից հետո ստանում են քահանայի օրհնությունը։